Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովանեսյանն եմ։ Շատերն են փորձել բնութագրել ջազը, բայց թերևս դիպուկ արտահայտություններից մեկը արել է գրող հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը։ Նա ասել է. «Ջազը դա մենք ենք մեր լավագույն ժամերին», այսինքն երբ մեր մեջ գոյակցում են հոգևոր վերելքը, անվախությունն ու անկեղծությունը։ Ջազի միջազգային օրվան ընթառաջ այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզինկյանին։ Բարի օր, պարոն Երզինկյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Խելամիտ մարդիկ երբեք չեն հարց ուղում իմանալով պատասխանը։ Եթե ես հիմա հարցնեմ ինչպես եք, դուք պիտի ասեք գժվելու։ Ինչ իմացաք։ Գիտեմ։ Այդ դեպքում ուզում եմ հարցս մի փոքր վերափոխել, գժվելու լավ իմաստով, թե վատ իմաստով։ Իհարկե լավ։ Բայց որ հումորը չի հասկանում, մեկ հարցնում է լավ թե վատ։ Ես ասում եմ ոնց որ մտքովդ կանցնի։ Թե իհարկե լավ։ Երկուսի առիթներն էլ կան մեր իրականության մեջ գժվելու համար։ Իհարկե։ Բանը գժվելու արտահայտությունը վատը չի, в принципе, ինքը նենց պոետիկ է։ Հա, ինքը բանա բարի է։ Ինքը որ ասում ես գժվելու, առանց գժվելու ոչ մի բան չի լինում։ Այդ ես չեմ ասել։ Եվ դրա համար ցույց տալի մենակ մի բանը, որ տրամադրությունը տեղն է։ Իսկ այլ կերպ դուք ուղղակի չեք կարող առանց տրամադրության։ Չէ, իհարկե, դա շատ դժվար է։ Դարձյալ հարցեր, երբ հանրահայտ Լուի Արմստրոնգին հարցրել են, թե ինչ է ձեզ համար ջազը, նա մի պահ կանգ է առել, տխրել է, հայացքը փոխվել է եւ ասել է, եթե հարցնում եք, ուրեմն երբեք չեք հասկանա։ Ինչ է ձեզ համար ջազը։ Ջազը ինձ համար շատ մեծ բան է։ Առաջինը նրա համար որ առաջինը դա ազատություն է։ Ջազը դա ազատություն է։ Էստրադան չի տալիս այդ ազատությունը։ Չէ։ Ինչու։ Էստրադայի մեջ ամեն ինչը արդեն կանխորոշված է ոնց պիտի լինի։ Եթե դու էստրադայով ես զբաղվում, լավ երգ, ասենք թե կամ լավ նվագախմբային համար, եւ այնտեղ ամեն ինչը պարզ է սկզբից մինչեւ վերջ, այնպես ոնց որ կլասիկայում։ Իսկ ջազի մեջ չգիտես ինչով կվերջանա։ Թեման վերցրեցիր եւ դու առնում ես կոմպոզիտոր, ամեն մի երաժիշտ դառնում է կոմպոզիտոր եւ սկսում է ստեղծագործել նույնիսկ այն փակ ռամկաների մեջ ինչ որ դրվում է թեմայի ուրեմն հարմոնիկ կառուցվածքը եւ այդտեղ արդեն էլ բռներ չկա մարդը զգում է իրան լրիվ ազատ, ինքը զգում է իրան ստեղծագործող եւ դրանից ավելի լավ բան չկա, որովհետեւ այդ հենց գժությունը եւ տեղ արդեն դա արդեն ջազն է։ Բայց միթե նոտագրված ջազը չեք ընդունում, չեք կարող, չէ՞, հերքել որ նվագում եք նոտաներով ջազ։ Չէ, նոտաներով ջազը պետք է նվագել։ Բայց շատ է տարբերվում այդ ձեր նկարագրած ջազից։ Չէ, իմ նկարագրած այդ նոտաներով ջազի մեջ կան կտորներ, երբ որ գրում են open եւ ինչ ուզում ես արա։ Այդ տեղա։ Իսկ բարձա որ ջազը շատ ավելի բարդ է որոշ տեսակետներից կլասիկայից, որտեվ կլասիկ նվագողը, կլասիկ երաժիշտը, ինքը կլասիկ երաժիշտ է եւ անում այն ինչ որ թելադրում է կլասիկ երաժշտության օրենքները։ Դա իհարկե ամեն մեկը իր ձևով է բնորոշում տվյալ ստեղծագործությունը, բայց ջազի մեջ դու պարտավոր ես, երաժիշտը պարտավոր է կլասիկ երաժշտությունը իմանալ սկզբից մինչև վերջ եւ դրան գումարվում է ջազի օրենքները իմանալը։ Երաշտական օրենքները ես նկատի ունեմ եւ դրա համար
լսողը, ջազ լսողը շատ ավելի պիտի պատրաստված լինի, քան այն լսողը, որը թվում է, որ ինքը հաճույքով ջազ է լսում, բայց ոչ մի բան չի հասկանում։ Եվ դրանք շատ են։ Իսկ մարդու մեջ, խառնվածքի մեջ բնավորության ինչ գիծ պետք է լինի, որ մարդը կարողանա ջազ ընկալել եւ մատուցել նաեւ։ Ինչ կա ձեր մեջ, որ չկա մյուս երաժիշտների մեջ, ովքեր ջազից հեռու են։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում ձեր հարցը նայեմ մենակ ուղղված երաժիշտի։ Ես կուզենայի այդ հարցը ուղղել նաև երաժշտասերներին, մելոմաններին, ովքեր զբաղվում են ջազ լսելով։ Ես օրինակ մի ընկեր ունեմ, որը յուրիստ է, դատավոր է եղել, վերաքննիչ դատավորների շարքերից է եղել, բայց ինքը երիտասարդ ժամանակվանից ահավոր մելոմանա եւ ռոկի եւ ջազի եւ կլասիկայի եւ ինքը այնքան բան գիտի, որ ես այդքան բան չգիտեմ, որտեղ ես այդքան բանի ժամանակ չունեմ նույնիսկ, բայց ինքը օրինակ հիմա մենք արդեն հասակներս առած մարդիկ ենք, բայց մեկ է գալիս է ասում այս բասիստին լսել ես, դու հələ մի հատ լսի, չեմ լսել։ Ուզում եմ ասեմ, ջազը դա այն բանն է, որ ինքը միշտ թելադրում է, որ դու փնտրտունքի մեջ ես, որ դու նույն տեղը չկանգնես։ Օրինակ ես եթե վերցնում եմ ինձ, ես ունեմ թորնիկ, որը Նյու Յորքում է ապրում, ինքը շատ լավ սաքսոֆոնիստ է, սաքսոֆոնահար է, եւ զբաղվում է ջազով, բայց այն բարձր մակարդակների ավանգարդ ջազը, որը ես չեմ հասկանում։ Բայց ինքը ժամանակ առ ժամանակ, չեմ ասում օրը մեջ, բայց շատ մոտ դրան, ինձ զանգում է ու ասում է, ձեթ, հələ մի հատ լսի։ Ու մենք մի 40 րոպե, մի ժամ լսում ենք, ժամանակ մեկ ինձ ասում է, մի քնի, մի քնի, տեսնում է, որ, բայց ուզում եմ ասեմ, ամենանորությունները, ինչ որ կատարվում աշխարհում, ես դրանից իրապատճառով տեղյակ եմ, եւ բոլոր դեպքերում նոր լիցքեր ստանում ես։ Նույնիսկ ես մեկ շատ բծախնդիր եմ ինձ մոտենում, որ չոր բաներ կա, որ իրանք նվագում են, ես չեմ հասկանում։ Բայց փորձում եմ հասկանամ, հետո ինքը ինձ դաս է տալի, ասում դու լավ չես դասավանդում կոնսերվատորիայում, այս բաները մի հարց տվեց օրինակ, ես բարեբախտաբար գիտեի պատասխանը։ Հա, Լինում է, որ չեք իմանում։ Դե կարող է եւ չիմանայի, նայած ինչ հարց տարես։ Ամեն դեպքում ճիշտ եմ հասկանում, որ ջազի մեջ ապրող մարդը պետք է բնավորությամբ պրպտող լինի, փնտրող լինի։ Իհարկե դու պետք է շատ ակտիվ Եվ ազատ, որովհետև առաջին հերթին ազատ։ Սատկած ջազը ումն է պետք։ Այսպես ասել, օրտի լեզուացած։ Շատ բնութագրող էր։ Մենք հիմնականում ընկալում ենք ջազը որպես ամերիկյան հոսանք, գիտենք նրա ծննդավայրը, Նյու Օրլեան, անուններ, երաժիշտներ, բայց նաև գիտենք մեր հայրենակիցների տարբեր սերունդների անուններ, որոնք շատ վառ են եւ իսկապես թելադրեցին երաժշտության նոր ոճ Կոնստանտին Օրբելյան, Արտեմիա Այվազյան, մեր ժամանակակիցները եւ Լևոն Մալխասյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզինկյան։ Մենք իրավունք ունենք ասելու հայկական ջազ գոյություն ունի։ Վահագն Հայրապետյան ավելի երիտասարդ սերունդ։ Մենք կարող ենք ասել, որ դա սուտ հայերի այդպես երևակայական ընկալումն է։ Հայկական ջազ ես հասկանում եմ մենակ մի ձևի ջազ, որը նվագում են հայերը։ Հայկական երանք չունի ջազը։ Դե եթե քո մեջ հայկական երանքներ կան, ուրեմն չի կարող չունենա։ Բանը հիմա մեր մեջ այս վերջերս տարածվել է դե պարզ է, որ սաղ աշխարհը հավանում է ֆոլք ջազ։
որտեղ արդեն ամեն ինչ լսված է եւ ինչ որ նոր բաներ, նոր ձայներով, երանգներով, օրիենտալ երանգներով երաժշտությունը սկսել է դուր գալ Եվրոպային եւ Ամերիկային, բայց ես չէի ուզենա, որ երաժշտություն, ջազային երաժշտություն գրելուց մի քիչ դա սպեկուլյացիայի էլեմենտներ ունի, երբ որ անպայման ուզում ես դուդուկ մտցնես կամ ինչ-որ մի բան եւ ժամանակին իմ ուսուցիչը Էդգար Հովհաննիսյանը, Էդգար Սերգեյիչը ես գրում էի առաջի կուրսում գրել էի կոնցերտ նվագախմբի համար, ոչ ջազային, չէ, իհարկե սիմֆոնիկ նվագախմբի համար, ու իրան ասեցի ուզում եմ երաժշտական գործիք օգտագործեմ, ասեց գործ չունես, դու զբաղվում ես կլասիկ երաժշտությամբ, եթե դու ուզում ես օգտագործես մեր հայկականը, օգտագործի այն գործիքներով, որոնք կան սիմֆոնիկ նվագախմբի մեջ, թող նրանք հնչեն որպես քո ազգայինը, իսկ եթե դու բանը դու վերցնում ես դուդուկ որպես ձայն ու օգտագործում ես, դա пассив ձև է։ Բոլոր դեպքերում դա пассив ձև է։ Եվ դա չի նշանակում, որ ես չեմ օգտագործել, բայց շատ զգուշությամբ եւ մեկ-մեկ տեսնում եմ, որ մեկ-մեկ չարաշահում է դա ինչը։ Դա ինձ սկսում է դուր չգալ, ես հետաքրքրությամբ չեմ նայում, որովհետև դա կրկնում եմ, դա пассив ձև է եւ հարկավոր է երաժշտությունն հենց անես, որ հայկական լինի, այլ ոչ թե գործիքը մենակ օգտագործես։ Իսկ ամեն դեպքերում արդարացված պետք է լինի օգտագործումը եւ ներդաշնակ մտածողության հետ երաժշտության։ Իհարկե, բայց բոլոր դեպքերում օգտագործելը ճիշտ է։ Ճիշտ է, որովհետև հենց վերցնենք հենց Տերտերյանը իր երաժշտության մեջ օգտագործել է զորնաներ եւ դա հնչում է։ Դա իր դերը խաղաց եւ հիմա այսօր եթե մենք ուզում ենք մի հատ պաթոսով լավ կտորներ գտնենք ֆանատիկայում անպայման վերադառնում ենք Տերտերյանի սիմֆոնիաներին ու ինչ-որ կտորներ ենք ցույց տալիս այդտեղից։ Եվ ընդհանրապես ժողովրդական նվագարանների մեջ հաճախ ենք հանդիպում փոխադրումներ, ասենք նույն կանոնի համար, Հասմիկ Լելոյանի կողմից հաճախ եմ լսել եւ Կամանչայի համար կան փոխադրումներ, ամեն դեպքում հնչում է օրիգինալ, բայց ինչպես ասացինք, պետք է արդարացված լինի։ Դա ներքին օգտագործման համար է։ Կարծում եք դրսի լսարանը հետաքրքրված չէ։ Դրսի լսարանը չեմ կարծում, որ եթե ինքը լսել է կլասիկ մի հատ գործ շատ լավ կատարմամբ, բարձա որ կանոնի կատարմամբ կարող է այդքան լավ չհնչի։ Բայց եթե ես չեմ սխալվում, Ջիվան Գասպարյան կրծերը, հիմա փորձեմ չսխալվել, Summertime-ը նվագում է դուդուկով ու հնչում է բավականին օրիգինալ։ Դե եթե ինչ-որ մի բան լավ է արած, իհարկե դա պետք է ապրի։ Եվ նորարարությունը միշտ էլ իր տեղն ունի։ Պարոն Երզինկյան, եթե չեմ սխալվում, 1986 թվականից ղեկավարում եք Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը։ 40 տարի դա, ինչպես ասում են, կատակ բան չէ։ 38 Դե շուտով 40-ը կլրանա։ 39-ը կլրանա։ Այո։ Բնականաբար ինչ-որ գաղտնիքներ ունեք կոլեկտիվ ղեկավարելու, որովհետև մարդիկ փոխվում են, կազմը մեծանում են, անցնում են երևի թոշակի, գալիս է նոր սերունդ, իսկ դուք բարեբախտաբար անփոփոխ ղեկավարում եք այս հրաշալի կոլեկտիվը։ Պարզ է, որ հեշտ չէ։ Ինչ գաղտնիքներ ունեք, որոնցով պատրաստ եք կիսվել։ Ինչպես Առաջի գաղտնիքը այն է, որ դու պետք է կարողանաս ամեն մեկի հետ խոսես իր լեզվով։ Երաժշտությունից դուրս։ Հա, երաժշտությունից դուրս։ Մարդկային։ Իմ խնդիրը ինչն է, մաքսիմալ տրամադրել մարդկանց եւ մաքսիմալ ռեզուլտատ ստանալ։
Դրա համար հարկավոր է որ ինքը լավ տրամադրություն ունենա երաժիշտը։ Եվ եթե դու իրան ինչ-որ դիտողություն ես անում, դու այդ դիտողությունը ամեն մեկին տարբեր ձևով ես անում։ Այդ է սա։ Դա եւ գիտեմ որ դա շատ դժվար բան է կոլեկտիվ ղեկավարելը, որովհետեւ ես ինքս սկսել եմ իմ ղեկավարման ճանապարհը նրանից, որ երաժիշտ լինել դարել եմ ղեկավար եւ դա ունի իր շատ մեծ դժվարությունները, որը ես անցա Ստեղծագործող մարդու համար։ Եվ կարող է եւ չանցնեի։ Ես կարողացա մի մոմենտ սկզբներում էր դա հասկանալ, որ եթե քեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, անպայման առաջի հերթին քո մեջ մանարի եւ պիտի գաղտնի կնչի այդպես եղել։ Եվ դա ինձ օգնեց։ Եվ ես ձեզ ասեմ, որ ղեկավարը կոլեկտիվ ղեկավարելը նրանով է դժվար, որ դու հասովորում ես։ Ինչքան ապրում ես, որ մարդիկ փոխվում են, ծերունդները փոխվում են, մենտալիտետը իրանց փոխվում է, երաշտական ունակությունները ավելի լավ անում են, եւ եթե այն ինչ որ կարող ես 30 տարի առաջ քեզ գոհացներ, այսօր արդեն չի գոհացնում, բայց մյուս կողմից դու պետք է իրանց քո հասակի մեջից դու պետք է կարողանաս հասկանաս այն նորը, ինչ որ այսօր կատարվում է եւ քո մասին չասեն հնադարան հոգնած։ Վախենում եք որ այդպես ասեն։ Չեմ վախենում, բայց բիզ զգուշանում եմ եւ զգաստեմ ինձ պահում այդ առումով եւ դրա համար հարկավոր է միշտ աշխատել։ Իսկ ավելի շատ ձգտում եք որ սիրեն, հարգեն, թե վախենան։ Չէ, վախենալը չէ։ Այդ նույն բանն է, ինչ որ 100% ռեզուլտատ չի ստանա վախեցողից։ Պետք է երաժիշտը նվագելուց պետք է ուրախ լինի։ Եվ ինչ ուզում է, ինչ կատարում է փորձերի ժամանակ, համերգից առաջ պետք է այնպես անես, որ իրանք լավ ռելաքսի մեջ են եւ լավ տրամադրությունով եւ հենց ասում ես, որ վերջացավ, հիմա մենք լավ տրամադրությամբ ենք ու դա աշխատում է։ Շատ կարևոր միտք ասացիք, երաժիշտը պետք է ուրախ նվագի, ես անգամ մտածում եմ նույնիսկ եթե գործը ուրախ չէ, եթե տխուր գործ է, բայց չէ, ուրախ ես նկատի ունեմ։ Ուղղակի իմաստով չէ հասկանալի է։ Ուղղակի չէ, որ ինքը տրամադրված լինի, որ ինքը չմտածի այդ մոմենտին, որ ումա ինչ-որ փողապարկ, այնտեղ դժվարություններ կա, կրեդիտներ ունեն մարդիկ, այդ դրա մասին ոչ չմտածի։ Ապահովագրված չէ։ Ես ուղղակի ուզում եմ այդ ուրախ թեման մոտեցնել հումորի անհրաժեշտությանը ձեր կյանքում եւ շփման մեջ, ինչ դեր է զբաղեցնում եւ ամենակարևոր։ Իսկ եթե կատակելու տրամադրություն չկա, ինչպես եք գտնում հայթայթում աղբյուրները։ Չէ, ամեն ինչի մեջ հումորն է փրկում։ Եվ երևի դուք էլ ծանոթ եք որ այն սիտուացիային, երբ որ մարդու հետ շփվում ես ու տեսնում ես, որ ինչ որ ասում ես ինքը ուղիղ է հասկանում։ Եվ հումորի զգացում չունի, դա էներգիա է խլում քեզանից եւ ես օրինակ շատ դժվարանում եմ տենց մարդկանց հետ շփվելը։ Եթե փայլուն երաժիշտ է, բայց այդ ձեր ասած ամեն ինչ ընկալում է ուղիղ իմաստով, կարող եք չընդունել նվագախումբ։ Կարող եմ մտածել, որ ինքը փայլուն չի։ Այսինքն նաև վատ երաժիշտ կլինի, հա։ Երաժիշտը պետք է հումոր ունենա, որովհետև հումորն էլ է երաժշտություն։ Մի անգամ Ջոն Տեր-Թադևոսյանը, որը շատ լավ երաժիշտ էր, սիմֆոնիստ եւ բարձր պրոֆեսիոնալ, բայց քեֆչի մարդ էր, սիրում էր Դիլիջանում շատ ենք միասին եղել, կոմպոզիտորների տանը, սա որ խորովածներ էր անում, բան,
Մի անգամ Միրզոյանը, Էդուարդ Միրզոյանը մոտեցավ, ասեց Ձոնիկ ջան, մի քիչ էլ երաժշտություն գրի, էլի, այսքան ուտել խմելը, ասեց Էդիկ, էս էլ է երաժշտությունը։ Եվ հումորն էլ է քեզ լիցք տալի, էներգիա տալիս։ Որ մի խոսքով ես կարծում եմ, որ ես ուզում եմ ասի, որ իմ կողքը գտնվում արդեն 30 տարուց ավել մեր լեգենդներից Մարտին Որդազարյանը, որը հումորի մի կույտ է եւ ոչ միայն հումորի, այլ ինքը ինցիկլոպեդիկ ուրեմն մտածելակերպ ունի, ինքը ամեն ինչ գիտի եւ դա քեզ համզգաստացնում է, համօգնում է, որ ինչ հարց կա, ինքը չի կարող չպատասխանի եւ մեր տանդեմը այս աշխատանքի մեջ իհարկե իր շատ մեծ դեր նախաղում։ Միգուցե ես այսօր չկարողանայի ստանալ այն ինչ որ ունեմ այս նվագախմբից, եթե ինքը իմ կողքը չլիներ։ Եվ ճիշտ է, որ ձեզ անկախ դրանից, որ արտաքին նմանություն չունեք, բայց շփոթում են։ Շփոթում են։ Հա, շփոթում են։ Ինչպես։ Օրինակ ծովափում Վրաստանում էինք մի քանի տարի առաջ, գնում էի ծովափով գնում էի, ասին նայեք Արտազարյանն է։ Նույնն էլ իրան են ասում։ Բայց մենք դրանից չենք նեղվում եւ նույնիսկ ուրախանում ենք։ Որտեղ շատ սերտ է մեր համագործակցությունը եւ մենք արդեն 30 տարուց ավել իրար կողք ենք։ Մայստրո, խոսում ենք երաժշտությունից, ջազից, առհասարակ մշակույթից, մի փոքր խոսենք հանդիսատեսից, ունկնդրից։ Ինչպեսին է այն այսօր, ինչ է իրեն հուզում, ինչպես կարելի է կամ գոհացնել սպասումները հայ ունկնդրի, արդյոք ավելի խստապահանջ է, արդյոք ավելի շատ սպասելիքներ ունի երաժիշտներից եւ նաեւ կուզենայի անցում կատարենք այ մեր նախնական զրույցում նշեցիք, որ ամեն երեկո աշխատում եք այսպես ասած ժամանցի կենտրոնում, որտեղ մարդիկ նաեւ սնվում են։ Իհարկե։ Ձեզ համար այդ որքան էլ ակուստիկան լավ լինի, ինչ որ ամանի ձայնա կամ դանակ պատարակաղի, որպես պրոֆեսիոնալ երաժիշտի, արդյոք չի խանգարում, թե ամբողջությամբ երաժշտության մեջ եք եւ հարցս մի քիչ տարածական եղավ։ Չէ, ես հասկանում եմ եւ ես երբ որ անցնում եի այդ աշխատանքին, ես իհարկե մտածում եի դրա մասին։ Բայց ես հասա նրան, որ երբ որ մենք նվագում ենք, ոչ մի բանի ձայներ չի գալիս պատարակաղների, որտեղ մարդիկ գիտեն, որ իրանք եկել են համերգ լսելու, բայց համել սնվում են, բայց սնունդը իրանց համար ավելի շատ երաշտական սնունդն է, քան թե մնացածը, եւ շատ մարդիկ կան, որ չունեն այդ հնարավորությունները, որ մեծ գումարներ տան, իրանք գալիս են մի հատ կոկտեյլ են վերցնում ու սա երեկո լսում են, որովհետեւ ոչ մի համերգի ժամանակ իրանք չեն կարող լսել 30-35 գործ բարձրաճաշակ երաժշտություն։ Ամերիկի ժամանակ 18-ից 20 կարող էին իրանք լսեն, բայց այդ ազատությունը չունենան նստելով դահլիճում։ Եվ ես պետք է ասեմ, որ ամեն օր երբ որ ես գնում եմ տուն, բոլորը գոռում են բրավո եւ շնորհակալություն են հայտնում այնպես որ ես շատ գող գնում եմ տուն ու գիտեմ որ այսօր իմ երաժշտությունը տեղ հասավ, որտեղ մարդիկ արդեն գալիս են փոքրիկ երեխաներով, ով հիմա փոքրիկ երեխաներով ռեստորան չեն գնում, բայց իրանք գալիս են որ լսեն կարգին երաժշտություն եւ իրանց համար կարող է կան մարդիկ նրանց մեջ, որոնց այդ երաժշտությունը հոգեհարազատ չի, բայց այն բարձր մակարդակը որ դու ցուցաբերում ես, որ դու մատուցում ես, իրանց կհաստատնում է ու ինքը հասկանում է, որ դա լավ է։
Ենթագիտակցաբար անգամ։ Իսկ ուրեմն իսկ եթե վերցնենք համերգների ժամանակ հանդիսատեսին, բարեբախտաբար մեր համերգներին գալիս են մարդիկ, ով սիրում են այդ երաժշտությունը, ինչ որ մենք նվագում ենք։ Ներողություն, որ ընդհատում եմ, բայց հիմնականում բոլոր ժանրերում այդպես է լինում։ Ժողովրդական սիրողը գնում է ժողովրդականին, դասականը դասականին, ջազը ջազին, իսկ ինչպես ներգրավել մարդկանց, բերել դեպի որակյալ երաժշտություն անկախ ժանրից, այն մարդկանց, ովքեր լսում են այն, ինչ որ երբեմն եւ ցավոք հաճախ մեքենաներից ենք լսում, այն ինչը որ երբեք բեմ չի բարձրացել, բայց հիմա բարձրացել է, ինչպես աճեցնել հանդիսատես որակյալ երաժշտության հանդեպ։ Մենք աճեցրեցինք այդ հանդիսատեսը, բայց 30 տարի առաջ ամեն ինչ փլուզվեց, մոտավորապես 30, եւ ժողովուրդը ունի հատկություն, այն ինչ որ ինքը հասել է, շատ շուտ թողնել, շատ շուտ, որովհետեւ ցածրաճաշակ երաժշտությունը ավելի հեշտ է անցալվում եւ ավելի շատ մարդկանց ավելի սրտի մոտ է, եւ ես երբեք դեմ չեմ եղել այն երաժշտությանը, որը պարային է, որը շատերը կոչում են ռաբիս, այդ երաժշտությունը իրանք ունի ապրելու։ Բայց գրավում է բավականին լայն շերտեր։ Բայց շատ ավելի լայն շերտեր, քան թե ես կուզենայի, եւ այդտեղ այդ մակարդակը, որ իրանք ունեն, այսօր բավականին բարձր է, այդ ռաբիզի մակարդակը բարձր է։ Որքան է տարօրինակ է հնչում։ Բարձր է այն առումով, որ գործիքավորումները ավելի եվրոպական են սարքած եւ բայց իմաստը երաժշտության չի ձգում այն մակարդակի, որ բոլորը հասկանան ինչի ինչոց է։ Դրա համար ես գտնում եմ, որ մենք շատ բան կորցրեցինք, երբ որ հեռուստականալները, որոնք շատացան, սկսեցին նայել ռեյտինգին եւ ներգրավել այդ երաժշտությունը ավելի շատ եւ կլիպներ լսել եւ այդ սաղ փչացրեց հիմա մեր պայքարը ես խոսում ամեն դեպքում պայքարը անվանում համարում եք։ Իհարկե մենք անում ենք, մենք մեր կուրսից չենք շահվում, մենք չենք գնում ռեյտինգի հետևից եւ մենք գիտենք, որ կա մի բավականին մեծ շերտ, չեմ ասում շատ մեծ, որը մեր հետևից է գնում, որովհետև մենք գիտենք մենք որտեղից ենք եկել եւ մենք գիտենք մենք ուր ենք գնում։ Այն մնացածը Աստված ինձ թվում է կուղորդի։ Այսինքն, եթե միգուցե շատ կոպիտ համեմատական է, բայց եթե այս շաբաթվա ավարտին ենթադրենք համերգ ունենաք մարզահամերգային համալիրում, վստահ թե վստահ չեք, որ ամբողջությամբ կլսենք, ինչպես օրեր առաջ մարզահամերգային համալիրը լցվեց երգչի մի երգչի երկրպագուներով։ Ես դրա կապակցությամբ ինտերվյու տվեցի հրապարակ թերթին եւ հետո որ կոմենտները լսում էի, ահագին մարդիկ ասում էին, դե զբաղվի քո գործով, ինչ գործ ունես, բանը։ Եվ ասում էին, այսինքն դες չաջակցեցին գոնե։ Չէ, շատերը գրում էին, որ ճիշտ եք ասում, բայց կային մարդիկ, որոնք կողմին, այն մյուս կողմին։ Չնայած ես ժամանակին մի անգամ ինտերվյուում ասեցի, որ Սպիտակցի Հայկոն իր գործի մեջ պրոֆեսոր է։ Եվ Սպիտակցի Հայկոն հետո ինձ զանգ տվեց, շնորհակալություն հայտնեց։ Եվ ես ճիշտ եմ ասում։ Ինքը իր գործի մեջ պրոֆեսոր է, բանը բոլորը շատ լավ գիտեն, որ Ռազմիկ Ամյանը չտեսնված օպերային երգիչ է եւ հայկական էստրադա շատ լավ երգում, բայց երգում է նաեւ այդ ուրիշ ժանրի երաժշտություն, որովհետեւ դա փող է բերում։ Հիմա եւ փող է բերում եւ փառք է բերում։ Այո։ Եվ ճանապարհ ավելի կարճ է դեպի։ Ինչի՞ չզբաղվեն դրանով։ Չէ, ինձ թվում է այդ մասը գնում է իր ճանապարհով,
մեր մասը գնում է մեր ճանապարհով, բայց քաշել դեպի մեզ մենք պարտավոր ենք։ Այս դա է ուզում լսել։ Մայստրո, ձեր ամենասիրած ստեղծագործությունը կարող եք ասել։ Սիրածներից մեկը Լավ, Սիրածներից մեկը Ռախմանինովի երկրորդ կոնցերտը։ իսկ ջազայիններից Դա ջազայիններից շատ կա Round Midnight, Lush Life, բալադաներ են դրանք, որը շատ դուրեկան ինձ։ Իսկ ճիշտ է, որ ամենահաջողված ստեղծագործությունը կոմպոզիտորի համար այ վերջին գրածն է։ Թե կամ գուցե դեռ չի գրվել ամենալավը, ձեզ մոտ էլ է այդպես։ Ես գիտեմ, որ ամեն մարդ, որը նույնիսկ պրոֆեսիոնալ երաժիշտ չի, իրավունք ունի իր կյանքում մի հատ շատ լավ գործ գրել։ Ու դրանով վերջանում է։ Շատ հաջողված եւ պոպուլյար դարձած գործ է, բայց այդ մարդը պրոֆեսիոնալ չի ու դրա համար պետք չի պահանջել, որ իր մյուս գործերը ավելի լավը կլինեն։ Իսկ պրոֆեսիոնալ կոմպոզիտորը պարտավոր է միշտ ուղղվածություն ունենալ նրան, որ մյուսը ավելի լավ կլինի։ Հիշեցի լուսահոգի Վլադիլեն Բալյանը միշտ սիրում էր պատմել, երբ իր լիրիկականը «Սերս գախնի թող մնա» գրել էր եւ Շիրազն էր զանգահարել իրեն, հարցրել էր՝ «Այ դու ես գրել այս երգը»։ Գրեթե մոտավորապես տեքստն այդպեսին էր, կարող ես էլ ոչինչ չգրել կյանքում։ Այդ մեկ երգը բավարար է։ Ես Վլադիլեն Բալյանին լավ հիշում եմ, որ մենք մոտիկ ենք եղել կոմպոզիտորների միությունից, ինքը իմ պապային էր ճանաչում եւ ինձ հարգում էր շատ։ Եվ նույնիսկ ես իր ստեղծագործական համերգն եմ նվագել ժամանակին եւ հիմա էլ երևի 100-ամյակը անցավ, բայց ես խոսք եմ տվել, որ ինձ խոսք եմ տվել, որ Բալյանի փոքրիկ գոնե համերգ պետք է անեմ։ Բալյանի մոտ, հա, եթե ինքը լիրիկականը ուրեմն որ գրել, արդեն կարող էր ոչ մի բան չգրել, որովհետև հիմա բայց դրա վատն էլ է, որ ժողովուրդը չի իմանում, որ դա Բալյանն է գրել։ Այո, շատ անգամ ներկայացնում ժողովրդական երգ է։ Դրան էլ մայստրոն ուներ պատասխան, ասում էր՝ միթե կարող է ավելի մեծ գնահատական լինել։ Իհարկե, ճիշտ է։ Շփոթելը ժողովրդականի հետ։ Առաջիկա ծրագրերի նախագծերի մասին հիմա ինչի վրա եք աշխատում։ Մենք այս վերջերս սկսեցինք տրիբյուտներով զբաղվել, այսինքն վերհիշել այսօր արդեն երգիչների, որոնք այսօր արդեն չկան, եւ մի հատ շատ լավ տրիբյուտ արեցինք Whitney Houston-ի, Մաշա Մնջոյանը գերազանց կատարեց, ես հասկացա, որ Մաշան շատ մեծ երգչի է եւ իր էներգիայով եւ իր պրոֆեսիոնալիզմով։ Այս վերջերս մի հատ համերգ տվեցինք Էլվին Նամակարանին նվիրված։ Ես ուզում եմ այդ համերգը մի հատ էլ կրկնեմ եւ արդեն տրադիցիոն դարձած համերգներն են Շարլ Ազնավուրին նվիրված։ Չնայած Շարլ Ազնավուրի 100-ամյակի տարին գրեթե ավարտվել է, բայց մենք Շարլ Ազնավուրի երաժշտությունը ժողովուրդը շատ է սիրում եւ մենք հակրկնում ենք այդ բաները տարբեր երգիչների հետ։ Այս վերջերս մի նոր տղա էր եկել, անցյալ տարի Հասան Յամինիի հետ արեցինք, այս տարի արեցինք Տիտո, հիմա չեմ հիշում ազգանունը, էլի Ֆրանսիայից հիմա Հասան Յամինին նորից է գալիս, մենք հունիսին ունենալու ենք համերգ նրա հետ եւ հիմա ես մտածում եմ արդեն ծրագրեր, որոնք կապված կլինեն հայ երգիչների կամ կոմպոզիտորների հետ։ Պլանները շատ են, ել չեմ ասում ձայնագրությունները։ Մի քանի լավ ձայնագրություններ ենք արել, որը դեռ չեն հնչել։ Ես օրինակ գործիքավորել եմ, վերագործիքավորել եմ Սատյանի
մարտիկի երգը ինձ թվում է շատ սիրուն է ստացվել, կլսեք։ Իհարկե, հետաքրքիր կլինի ունկնդրել։ Երիտասարդ ուսանող տարիներին ներգրաված եք եղել երազողներ վոկալ գործիքային անսամբլում։ Դրանից սկսել եմ ես։ Իսկ այսօր ինչի մասին է երազում Երվանդ Երզինկյանը։ Այսօր ես երազում եմ մենակ նրա մասին, որ մենք հնարավորություն ունենանք շարունակելու մեր գործը եւ մեզ չխանգարեն ոչ պատերազմները, ոչ ընդհարումները։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, իսկ մնացածը մենք կանենք։ Դա կարևոր նախապայման է։ Մայստրո, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Կարծես ընդհանուր թեման երաժշտությունն էր, բայց ամեն ինչից քիչ-քիչ խոսեցինք։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ չեք մոռացել։ Դե ինչպես կարելի է։ Եվ քանի որ կիսվեցիք նոր ծրագրերով, կարծում եմ դարձյալ կլինեն հանդիպման առիթներ։ Հաջողով։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզինկյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։